Քննչական գործողություններ հիմա թեկուզ որ ասում եք հեծի աշխատակիցներ փորձում են Սամվել առերեսումներ եղել է Սամվել Կարապետյանի հետ։ Շատ կարևոր հարց եք տալիս։ 2025 թվականի հուլիս ամսին Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Արշակ Վարդանյանը, Լիաննա Գասպարյանը, Արմեն Ֆերոյանը, Ռուբեն Հակոբյանը, Արամ Վարդևանյանը թվով ներկայացրել են միջինացված ասեմ, երևի թե 20 միջնորդություններ, որ կատարվի առերեսում, որ կատարվի վարույթային գործողություն, այդ թվում Սամվել Կարապետյանի մասնակցությամբ։ Թիվը պատկերացրեցիք ու այդ բոլոր միջնորդությունները մեկ էջի վրա չենք գրում։ Մենք չենք զլանում, հիմնավորումներ ենք գրում, պատճառաբանություններ ենք գրում, վերլուծում ենք իրավիճակը, դատավարական նախապատմությունը, որ պատկերացնեք մոտ 1 հատոր, մենք մենակ միջնորդություններ ունենք գրած, որ քննչականը տեղից շարժվի։ Ոչ մի նման գործողություն առերեսում եւ այլ չի կատարվել։ Փոքր հավելում անեմ, էլի։ Չէ, հիմա մի փոքր հավելում անեմ ձեր հարցի հետ կապված։ Այ օրինակ մենք միջնորդել ենք, ասել ենք այդ մարդկանց կանչեք հեծի աշխատողներին, հարցաքննեք, իրենց պատճառաբանություններն է, որ այդ մարդիկ դե գտնվում են հետախուզման մեջ, հետևաբար մենք չենք կարող իրենց հարցաքննել։ Բայց մենք իրենց ասում ենք ընկերներ, չէ՞ որ մենք փաստաբաններով իրենց ենթարկել ենք փաստաբանական հարցման, ու այդ գործով նաև իրենց կանայք են հարցաքննվել, ովքեր հերքել են Սամվել Կարապետյանի կապն ու առնչությունը իրենց այդ կայծաղբյուր կոչված եւ մյուս ընկերությունների գործունեության հետ ընդհանրապես։ Մենք փաստաբաններս էլ իրականացրել ենք փաստաբանական հարցում, փաստաբանական հարցման ենք ենթարկել այդ հեծի աշխատակիցներին, ովքեր ներկայացրել ենք դատախազին տեսակապի միջոցով եւ խնդրել ենք նույն տեսակապի եղանակով իրենք իրականացնեն հարցաքննություն, քանի որ մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս։ Այսինքն քննիչին ոչ մի բան չի խանգարում, որ ինքը օրինակ WhatsApp-ի միջոցով տեսակապով զանգի հավաստյանը այդ մարդու ինքնության մեջ իր անձնագրով կամ այդ մարդու կողքը լինի իր փաստաբանը եւ չգիտեմ, Ամերիկայում, Մոսկվայում կամ Իտալիայում այդ մարդին ենթարկի փաստաբանական հարցման մենք ենք ենթարկում։ Ինքը հարցաքննի, բայց կատեգորիկ այդ գործողությունը իրանք չեն անում, իսկ դատական նիստի ժամանակ էլ հա, հիշեցի, քննիչի պատճառաբանությունները հիմնականում կայանում էր նրանում, ասում դե այդ մարդիկ ձեր օգտին են խոսալու, ես ինչի պետք է իրանց հարցնեմ։ Ու բացի այդ էլի վկաներ կային, հա, երբ որ հարցնում էինք, ասում ենք, այս վկային ինչի չես հարցակննել, ասում դե ձեր օգտին էին խոսալու, ես իրանց խի պետք է հարցակննեմ։ Օրինակ ասում ենք, կարող է այս նյութերից բացի կան կարևոր նյութեր, որը մեր օգտին են ու դու չես ներկայացրել դատարանին, ասում հա, բա այն նյութերը, որը որ ձեր օգտին է, ես խի պետք է ներկայացնեմ դատարանին։ Դրա համար իմ խորին համոզմամբ հաջորդ հենց վառացիորեն, եթե կարաք դատական նիստի ձայնագրաման կրիչը վերցնեք, դուք ինքներդ դրանում կհամոզվեք։ Դրա համար իմ խորին համոզմամբ հաջորդ դատական նիստին, որպես այսպես կոչված պատմոգը, ուղարկեցին նաև դատախազին, որ այ դատախազը գնատես այս մարդն դե ինչ էրա խոսում էլի ընդհանրապես։ Ու իդեպ դատախազը սկսեց ճիշտ հակառակը ասել, եւ երբ մենք նիստի ժամանակ ասեցինք մի վարքյան, բա մեր գործընկերը հենց նախորդ նիստին ասում էր, որ չեմ բերելու, չեմ տալու եւ այլն, դատախազը ստիպված փորձելով սրբագրել իրավիճակը, բայց քանի դա բացահայտեցինք, սա էլ նշենք։ Դատարանը իր նախաձեռնությամբ խնդրեց, որ մեկ փաստաթուղթ որը քննիչը ընդունեց, որ չի ներկայացրել, բայց ունի, դատարանը խնդրեց, որ այն բերվի եւ ներկայացվի դատարանին։ Ինչ արեց 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը։ Չբերեց։ Բառացի չբերեց։ Դատարանը երբ հարցրեց, որ ինչն է պատճառաբանությունը, որ չեք ներկայացնում տվյալը, որը ընդունեցիք, որ ունեք, որը դատարանը խնդրեց ներկայացնել, քննիչը պատասխանեց, որ մենք ենք որոշում ծավալը տվյալներ ներկայացնելու, չենք ներկայացնելու։ Բայց մինչև այդ ասում էր ձեր օգտին ախի ներկայացնել։ Ինչ անում։ Կարող է խնդրել, բայց որոշողը քննիչը պետք է բազմակողմանի քննի, բայց տենց չի։ Բայց տենց չի։ Իդեպ գիտեք ինչի տենց չի։ Այն ոնց է, չէ՞։ Որտեվ տես, որովհետև տես 2025 թվականի հունիսի 17-ի գրառումները։ Իսկան բան։ Լավ, ես մի բան հարցնեմ։ Այս հարցին կարծեմ Արթուր Պողոսյանն էլ չի պատասխանեց ըստ էության։ Այդ ողջամիտ ժամկետը ես նախորդ անգամ եմ հարցրել, հիմա էլ
Այսինքն ինչքան կարող է շարունակվել այս քննությունը, կոչի մասը դուք ասել եք, որ դա ավարտված, հա, ասենք ոնց որ բացահայտված գործողություն է, կոչը իշխանությունը զարթելու մասին, լավ, այդ տեսական գործերով էլ քննչականում էլ էր, չէ՞, հիմնավոր կասկածի պահը Շատ կներեք, այսինքն կոչի հետ կապված ինչն է բացահայտված է, որ մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությունը հանդիսանում է կոչ, այդ դեպքում մենք հենց հիմա արեցինք ենթադրյալ հանցանք, հա, տենց ստացվեց։ Ասելա, որ Ինչ խայտառակման է։ Կոչա չէ, տեսաներկայացնում եւ արդյոք Պողոսյանին եւ բոլորագողներս հարցնում ենք, թե օրինակ որն է իշխանությունը զարթելու որևէ դրվագ, նա ասաց ինչ ուզեք ձեզ մեղադրանքի էությունը բացատրեմ, իսկ երբ հարցնում ենք արդյոք կան այլ ապացույցներ, որ մենք չգիտենք, բայց դուք ունեք փաստեր, որ այդպիսի բան կա, նա ըստ էության հորդորեց սպասել դատական գործընթացին եւ ոչ մի բան չասեց։ Հիմա ես ուզում եմ դուք ասել եք, որ միայն դա է, չկա։ Հիմա այսինքն այս գործը ինչքան կարող է մնալ Տեսեք, այս գործի հետ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը 17-ին գրել էր, որ հոգևորականների, բարեգործների միշտ պասիվացնելու սպառնալիք է հնչեցրել, իսկ Սամվել Կարապետյանը ԱԱԾՄ կողմից արդեն հայտարարել է Փաշինյանի թույն ուղարկելու նպատակների մասին։ Այս ամենը եթե հաշվի ենք առնում, այս քննությունը կարելի է անվերջ ձգձգել, հա, օրինակ մինչև 26-ին դրությունների ավարտ, երբ այդ ողջամիտ ժամկետը որքան է։ Երբ հնարավորություն ունենք, ուղղակի մենք ավաղ այդ հնարավորությունը չենք ունենում, թեև այդ պատրաստակամությունը միշտ էլ ունեցել ենք։ Ես օրինակ քննչական կոմիտեի նախագահին գրություն էի հասցեագրել, որ քննչական խմբի ղեկավարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության առարկա դարձնի, ելնելով իր դրսևորած անգործությունից, որը մինչ օրս շարունակվում է, իմ այդ գրությանը հասցեագրված քննչական կոմիտեի նախագահին պատասխանել էր հենց այն քննչական խմբի ղեկավարը, ում վերաբերյալ ես գրել էի քննչական կոմիտեի նախագահին։ Պատասխանել էր, որ ինքը գտնում է, որ ինքը ոչ մի թերություն չունի իր կատարած դատավարական գործողություններում։ Հետևաբար, երբ մյուս անգամ դուք հնարավորություն ունենաք, օրինակ կարող եք հարցնել, ոնց է ստացվում, որ վերջին 5 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հարուցվում են 3 ենթադրյալ դեպքեր կոչի դրվագով։ Մեկը դատարան է ուղարկվում 20-օրյա ժամկետում, մյուսը դատարան է ուղարկվում կրկին շուրջ 20-օրյա ժամկետում։ Իսկ ոնց է ստացվում, որ Եսի նկատի ունեմ Միքայել Սրբազանի եւ նախկին ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ենթադրյալ կոչի վերաբերյալ դրվագները։ Բայց Սամվել Կարապետյանի դեպքում այն տևում է արդեն 5 ամսից 2-3 օր է պակաս, բայց դեռ դատարան չի ուղարկվում։ Մյուս հարցը ես կռահեցի դուք ինչի նկատի ունեք, այո, քրեական դատավարության օրենսգիրքը հստակ ժամկետ է նախատեսում ենթադրյալ ցանկացած միջին ծանրության հանցանքի վերաբերյալ։ Իդեպ կոչի դրվագը միջին ծանրության է։ Հայաստանի Հանրապետությունում միջին ծանրության ենթադրյալ դրվագով միջդատական վարույթում, այսինքն մինչև դատարան ուղարկելը, որ անձը լինի 5 ամիս կալանավորված, միջդատական վարույթում, ես տենց դեպք չեմ հիշում։ Միջին ծանրության միջդատական վարույթ 5 ամիս է, այսինքն այն լրանում է 3 օրից։ Ամսի 18 18-ին։ Դրա համար ինքնավոր կասկածը փաստելու անհրաժեշտությունը կար։ Դրա համար պետք է ամեն կերպ ինչ անել, ասել, որ մենակ կոչը չի։ Կա նաև տնտեսական բնույթի մեղադրանք։ Եվ ով է գալիս օգնության։ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ ով էր հանդիսանում, խնդրում եմ դուք մի հատ հնարավորություն կունենաք ճշտելու կենսագրական տվյալներն։ Երկու մեղադրանքով է տնտեսական, դե մի հատ նախկինում կար, հետո մի հատ էլ ավելացրեցին։ Մի հատ, ի սկզբանե